Ազգային ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համարում է ոչինչ։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որ նոյեմբերի 2020 թվականի նոյեմբերի 12-ին դուրս եկավ փողոց, Ազատության հրապարակում հանրահավաք արեց եւ ասեց, որ այդ փաստաթուղթը ոչինչ է եւ պահանջեց, որպիսի միջազգային խաղաղապահներ տեղակայվեն Արցախում։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որ երբ որ 2023 թվականին Արցախի մեր հայրենակիցները շրջափակման մեջ էին, խորհրդանշական շրջափակում իրականացրեց Գյումրիում 102-րդ ռազմաբազայի առջև։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որը իր գործունեությունը ծավալում է բացառապես իր ժողովրդի ֆինանսների աջակցության շնորհիվ։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որը բացահայտ կերպով ամեն շաբաթ ասուլիս է կազմակերպում եւ պատասխանում է բոլոր մեր հայրենակիցների հարցերին։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ եւ բացառիկ ուժն է, որ առ այսօր լոբիստական աշխատանք է կազմակերպում, ես ուզում եմ սրա վրա շատ մեծ ուշադրություն դարձնեն մեր հայրենակիցները, չլինելով իշխանության մաս, ունենալով շատ սուղ հնարավորություններ, մենք լոբիստական աշխատանք ենք կազմակերպում եւ ԱՄՆ-ում, հանդիպումներ ենք ունենում անվտանգության խորհրդի անդամների հետ, կոնգրեսականների հետ, գործունեություն ենք, լոբիստական աշխատանք ենք ծավալում Միացյալ ուրեմն ներողություն Եվրոպայում, Անգլիայում, Մեծ Բրիտանիայում եւ մենք միակ ուժն ենք, որ կոնգրեսում լսումներ են կազմակերպել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարցով եւ Արցախի հարցով, սրանք մեր ինքնությանը վերաբերող հարցեր են, ես խնդրում եմ սրան շատ ուշադրություն դարձնել, որովհետեւ որևէ մեկը Հայաստանի կառավարությունը անգամ Արցախի հարցով որևէ անգամ լսում չի կազմակերպել, իսկ հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասով դե ընդհանրապես չեն կարող խոսել։ Չգիտեմ արդեն որերորդն է։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ պայքարող ուժն է, որ հանդես է եկել թրիփ նախագծի դեմ եւ ասել է, որ սա արտատարածքային միջանցք է, որ սա ընդամենը կապում է Ադրբեջանի երկու մասերը միմյանց։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ ազգային ուժն է, որ ռուսական դեսպանատան առջև ցույց է կազմակերպել եւ ասել է, որ Ռուսաստանը պետք է հեռանա Հայաստանից, որովհետեւ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որ ասում է Արցախի հարցը փակված չէ, որ մեր հայրենակիցների, Արցախի մեր հայրենակիցների հայրենազրկումը էթնիկ զտում եւ ցեղասպանություն է համարում։ Ազգային ժողովրդավարական բևեռը միակ ազգային ուժն է, որ ասում է, որ Արցախը Հայաստանի տարածքային ամբողջականության մաս է կազմում, ազգային ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որ ասում է, որ մենք պահանջատեր ենք, ազգային ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որ ասում է, որ մենք Թուրքիայից պահանջում ենք հատուցում եւ մենք ասում ենք, որ մեզ ցեղասպանած Թուրքիան պետք է ընդունի դա եւ պետք է անպայման հատուցի։ Ես կարծում եմ սա ամենակարևոր բաներն են, որը մենք եւ մեզ համար որպես ազգ եւ մեր ինքնության պահպանության համար կարևոր կետերն են։